Իրա կոչով ազգային ժողովի տարածք շենքը շրջափակվում է, ներս են մտնում քաղաքացիները, այն ժամանակ չէր թույլատրվում, տարածք ազգային ժողովը շրջափակում են, հետո բացեցին, հետո նորից զմռսեցին։ Սա կոչ չէր ազգային ժողովը շրջապատելու, գործադիր եւ օրենսդիրի հարաբերություն։ Դա վարչապետը կոչ է անում Հարությանը դատարանները շրջապատել եւ այդ թվում նաեւ սահմանադրական դատարանը շրջապատել։ Հիմա սա ինչպես է համադրվում գործադիր եւ օրենսդիր իշխանությունների հավասարակշռման սկզբունքի վրա։ Որպես կուսակցության նախագահ, հանդես գալով իրենց կուսակցության քարոզարշավում, ինքը որպես վարչապետի տեխնացու, որպես վարչապետ հրահանգներ է տալիս նախարարին սպիտակում։ Ազգանունն էլ չեմ հիշում այդ նախարարի, Օսիպյան, 2 ժամ ժամանակ եմ տալիս, պատերին ծեփեք, ասֆալտին փռեք, նա այդ պահին կուսակցության ղեկավար էր։ Այդ ոնց եք դա համադրում, հա, վարչապետի լիազորությունները, սահմանադրության հոդվածը եւ կուսակցության նախագահի քարոզարշավում նրա ելույթը։ Վարչապետը SMS-ով падգամավորներին հրահանգում է մանդատը վայր դնել եւ ԲԴԽ-ի նախագահին իր պաշտոնից հրաժարական տալ։ Սա ինչպես է համադրում սահմանադրական մարմինների անկախության հետ, այս հոդվածի հետ։ Սա միջամտել չի, բա ինչ է։